Պաշտպանության նախարարությունն ազգային ժողով է բերել զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնելով նախագիծը հայտնեց, որ Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով։ Բացի այդ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների համար ավարտական քննությունները ևս կարող են հանդիսանալ ատեստավորման քննություն։ Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պապիկյանը հայտարարեց, որ 4-ամյա կրթությունից հետո սպաները ստանում են բնակարան, որի արժեքը անշարժ գույքի շուկայում այսօր գործող գներով 35 միլիոն դրամ է։ Սա ենթադրում է, որ 20-ամյա պայմանագիրը պետք է ամբողջությամբ իրացվի, բայց նաև ուզում եմ նշել, որ գերազանց առաջադիմություն ունեցող յուրաքանչյուր սպա, որ ավարտում է ակադեմիան, կարող է ստանալ 620,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Պապիկյանը խորհուրդ տվեց ընտրել այնպիսի մասնագիտություն, որն ավելի լավն է, նա կոչարեց երիտասարդներին և ծնողներին մտածել ու կողմնորոշվել հօգուտ սպայի պատվավոր մասնագիտության։ Կարծում եմ ամենալավը և ամենաերաշխավորված մասնագիտությունը այսօր հենց զինվորական մասնագիտությունն է և կոչս մեր պատանիներին, երիտասարդներին, նրանց ծնողներին մտածեք և կողմնորոշվեք հօգուտ զինվորական ծառայության և սպայի պատվաբեր պաշտոնին ու դերին։ Մեկ այլ նախագծով վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 70 միլիոն 400 հազար եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը ջրային ոլորտի բարեփոխման համար։ Այս վարկային համաձայնագրով զգալի միջոցներ են ուղղվելու ենթակառուցվածքների արդիականացմանը, բայց նաև շատ կարևոր այսպես կոչված soft բաղադրիչ ենք ունենալու, այն է ռազմավարական ծրագրերի մշակում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, տարբեր քաղաքականությունների վերանայում և որ շատ կարևորում եմ ազգային կենտրոնի ստեղծում, որը ապագայում հույս ունենք կդառնա լուրջ պետական ռեսուրս ջրային ոլորտում համակարգերի և ենթակառուցվածքների նախագծման և ընդհանրապես գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։ Առաջարկվում է նաև ստեղծել սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգ։ Նոր կարգավորումների կիրառմամբ Հայաստանը օրենսդրությունը կմոտարկի ԵՄ օրենսդրությանը։ Հրահանգի ուրեմն մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն ըստ էության նրանով, որ հնարավորություն կունենանք ուրեմն ապրանքների ներառյալ թվային բովանդակությամբ ապրանքների ձեռքբերման ժամանակ ֆիքսված ժամկետում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում դիմել արտադրողին, վաճառողին, կատարողին ապրանքի թերությունների վերացման նպատակով։ Այս կարգավորումները տարածվելու են ցանկացած պայմանագրի վրա, որոնք վերաբերում են շարժական գույքին, էլեկտրոնային տեսքով տվյալների հետ կիսվելու կամ այլ փոխգործակցության հնարավորությանը։ Անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, ըստ որի կոնյակ արտադրողները ստիպված են ամիսներով մնալ Վրաստանում, քանի որ այնտեղ արհեստական ձգձգումներ կան, Պապոյանն ասաց. Ընկերություն կա, որ 100,000 եւ ավելի տոննա 3 տարիներ իրար հետ խաղող է մթերել։ Ես այդ ընկերության կողքը կանգնած եմ։ Տասնյակ հազարավոր տոննաներ մթերողների հետ կանգնած եմ։ Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել։ Այ ես իրանց հետ պրոբլեմ ունեմ։ Եվ այդ ում սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում։ Ինչի պետք է իրանց կողքը մենք կանգնենք։ Այդ ում սպիրտն են իրանք արտահանում։ Այսինքն գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ որ մեկի սպիրտը առնում, բերում տանում են, մի հատ էլ պետք է կողքները կանգնենք։ Այ իրանց կողքը չեմ կանգնելու եւ իսկ նա ով հայ գյուղացու խաղողը առնում է, մինչև վերջ իր կողքը կանգնած եմ։ Ազգային ժողովում քննարկման էր դրվել նաև հաջորդ նախագիծը, ըստ որի տարկետում ստացած արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո վերադառնալով Հայաստան եւ առնվազն 3 տարի աշխատելով համապատասխան ոլորտում կարող են ազատվել զինծառայությունից։ Կառավարությունը թոփ 50 համալսարաններ ընդունվածներին ուսումնական վարձի տեսքով կաջակցի մինչև 10 միլիոն դրամի չափով։ Ներկայում 50-ից ավելի քաղաքացիներ ավարտել են իրենց
իրենց ուսումնառությունն աշխարհի թոփ 50 համալսարաններում, բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խոսքով վերադարձի ցուցանիշները ամենևին էլ լավը չեն։ Ձևավորված մարդկային կապիտալը չի ծառայում իր նպատակին։ Այդ պատճառով է, որ մենք առաջ ենք բերել այս օրենսդրական նախաձեռնությունը, որպեսզի տարկետում ստացած ուսում ստացող մեր քաղաքացիները նաև ունենան հետագա հեռանկար եւ վերադառնան իրենց մասնագիտությամբ աշխատեն կառավարության սահմանած կարգով տվյալ ոլորտներում եւ դրանով նաև իրենց զինծառայության հետ կապված հետագա աշխատանքները ու քայլերը իրականացնեն։ Արդարադատության նախարարության առաջարկած նախագծով էլ կսահմանվեն անհայտ կորած անձանց իրավական վիճակի կարգավորման գործոն մեխանիզմներ։ Սրփուհի Գալյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ Անհայտ կորած ըստ պաշտոնական տվյալների 195 անձ ունենք, որոնցից 170 փորձաքննություններ կրկին, եթե չեմ սխալվում, իրականացվել են, ընդ որում հատուկ փորձագիտական գիտելիքներով ոչտված անձանց կողմից եւ հատուկ միջոցներով, այսինքն փորձագետները ամեն դեպքում վստահեցնում են, որ նույնականացումը ճիշտ է իրականացվել։ Ինչ վերաբերում է նրան, որ պետությունը աջակցություն չի ցուցաբերում, դա այդ պնդմանը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև անհայտ կորածների ընտանիքները ամեն ամիս կառավարությունից ստանում են պետական աջակցություն։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։